Կաթնամթերք արտադրող որոշ ընկերությունների ապրանքատեսակներ խանութներում թանկացել են 30-ից 40 կամ ավելի դրամով։ Հնարավոր պատճառը հսկիչ QR կոդերի կիրառումն է ապրանքի վրա։ Առաջ 790 էր, հիմա 840, 50 դրամով 200 գրամա։ Այդ որն է այդքան Մարիանա։ Մարիանայի որը ապրանք։ Կարակ 790-ից բարձրացա 840, 200 գրամանոց իհարկե։ Խանութներում QR կոդերով են Մարիաննա, աշտարակ կաթ, բոնիլատ ապրանքանիշները, իսկ քաղաքացիներն ավելի շատ շեշտում են Մարիաննայի ու աշտարակ կաթի ապրանքների թանկացումը։ Հայաստանում կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կիրառելու մասին որոշումը կառավարությունը կայացրել է 2024-ի օգոստոսին։ Դրանք պետք է պարտադիր դառնան հունվարի 1-ից։ Տնտեսվարողների համար անիմաստ բեռ է։ Հիմա պետք է բիզնեսը գնա QR-ը վերցնի, հետո QR-ը տանի լրիվ ուրիշ տեղ տպի, հետո տանի այդ տպածը կտրտի ու հետո նոր փակցնի, ու այս ամեն ինչով հանդերձ ոչ թե ավելի էժան, այլ ավելի թանկ խանանում է։ QR կոդերը պարունակում են տեղեկատվություն ապրանքի ծագման երկրի, արտադրողի կամ ներմուծողի, հիմնական բնութագրերի, տեղաշարժի եւ այլնի մասին։ QR կոդերը որոշ ապրանքների, ծխախոտի, խմելու ջրի, ալկոհոլային արտադրանքի եւ այլ ապրանքների համար վաղուց էր պարտադիր դարձել։ E-Mark կոչվող հավելվածով նաև սպառողները կարող են տեղեկատվություն ստանալ տվյալ ապրանքի մասին։